Ընդդիմության հնարավոր համախմբման թեման շարունակում է մնալ քաղաքական դաշտի քննարկումների առանցքում։ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջերս առաջարկեց ընդդիմադիր ուժերին համախմբվել Սամվել Կարապետյանի շուրջ, սակայն դատելով արձագանքներից ընդդիմադիր ուժերի մեծամասնությունն ավելի շատ հակված է ոչ թե նախընտրական, այլ հետընտրական միավորումների։ Հայաստան խմբակցության падգամավոր Լիլիթ Գալստյանը գնահատելով առաջին նախագահի դիրքորոշումը, ասում է, ընդդիմության համախմբման անհրաժեշտությունը ակնհայտ է։ Ես գնահատում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի ախտորոշումը, գնահատել էր, ըստ էության ուղղված էր ընդդիմությանը համախմբվելու եւ միասնական ճակատով հաղթահարելու, այդ իմաստով շատ ընդունելի առաջարկ է։ Միևնույն ժամանակ падգամավորը նշում է, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքնուրույն է որոշելու իր քաղաքական վարքը եւ առաջիկա գործընթացներն ավելի մեծ հստակություն կմտցնեն ընդդիմադիր դաշտում։ Մենք արդեն վաղուց կայացած քաղաքական ուժ ենք, երկրորդ քաղաքական ուժը խորհրդարանում եւ ընդդիմության առաջին ճակատի քաղաքական ուժը, չեմ ուզում ավելորդ համեստություն ասել, եւ նաեւ իմ կուսակցությունը որպես այդպեսին եւ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ մենք եղել ենք միշտ ընդդիմության առաջնագծում եւ գիտակցում ենք, որ առաջիկայում ընդդիմադիր քաղաքական ուժերի կոնսոլիդացիան այլընտրանք չունի։ Գալստյանի խոսքով ընդդիմության համախմբումը հնարավոր է ինչպես նախընտրական, այնպես էլ հետընտրական փուլերում, տարբեր մարտավարություններով։ Միևնույն ժամանակ падգամավորը կարևորում է նաև ընդդիմադիր դաշտում քաղաքական մշակույթի պահպանումը։ Չի կարելի այդ խփելը, տակից խփելը վնասել է։ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը համոզված է, այսօր հնարավոր է ընդդիմություն ձևավորել մի քանի կենտրոնների շուրջ։ Առնվազն 4 կոնսոլիդացիոն կենտրոնում Բևեռատ յուրեղացումը տեղի ունենում Գագիկ Ծառուկյանի շուրջ, Քոչարյանի շուրջ, Սամվել Կարապետյանի շուրջ, Արման Թաթոյանի շուրջ են փորձում մի բան ձևավորել։ Հետևաբար ես այս կոնսոլիդացիայի 4 առանձին կոնսոլիդացիաների համատեքստում այնքան էլ ճիշտ չեմ համարում խոսել ընդդիմության պարակտված լինելու կամ տենց տխուր իրավիճակների մասի, բացարձակ ես այդ կարծիքին չեմ։ Սուրենյանցը չի բացառում, որ հնարավոր միավորումները կարող են տեղի ունենալ հենց ընտրություններից հետո, կոալիցիոն բանակցությունների շրջանակում։ Մինչդեռ իշխանական քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Էմմա Պալյանն ընդդիմության հնարավոր միավորումներն արդյունավետ չի համարում։ Նրա համոզմամբ նույնիսկ ընդդիմության հնարավոր միավորումը չի փոխի ընտրությունների արդյունքը։ Ես ավելի քան վստահ եմ եւ պիտի ընդդիմությանը հիասթափեցնեմ, որովհետև իրենք ինչքան էլ փորձեն միավորվել, միևնույն է, մեր գիտակից քաղաքացիները այնպիսի ընտրություն են կատարելու հունիսի 7-ին, որ իրենց որևէ միավորում իրենց չի փրկելու։ Իսկ ինչն է իմ ունեցած վստահության հիմքում ընկած, միայն ու միայն մեր կատարած աշխատանքը։ Այսպիսով ընդդիմության միավորման հարցում քաղաքական ուժերը շարունակում են տարբեր մոտեցումներ ունենալ, թե արդյոք ընտրություններից հետո հնարավոր կլինի ձևավորել միասնական ընդդիմադիր ճակատ, պարզ կդառնա արդեն քվեարկության արդյունքներից հետո։ Նարինե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։